Ես քանի որ վստահ չեմ, որ իմ հերթը կհասնի, ես էլ դատական նիստ եմ, փորձեմ հարցի մակարդակով ամիսներ շարունակ այս բռնաճնշումների ընթացող ալիքը շատերը գնահատում են որպես աննախադեպ, իրենց բնույթով, տրամաբանությամբ, ուղեկցվում են իշխանությունների կողմից քարոզչական մեծ գրողներով, գիտենք, որ անմեղության կանխավարկածը ոչ միայն պաշտոնատար անձանց հայտարարությունների մակարդակով խախտվում, այլ նաև նույնիսկ ազգային ժողովի հայտարարության մակարդակով։ Աննախադեպ են նաև քաղաքալացյալների, ուրեմն քաղաքալացյալների բնույթով, հոգևորականներ, մեծահասակներ, կանայք, առողջական լրջագույն խնդիրներ ունեցող անձինք, զոհվածների, ուրեմն ծնողներ, եւ այս ամիսների ընթացքում տարբեր առիթներով ես, իմ գործընկերները, նաև տարբեր քաղաքական գործիչներ, օրինակ Արմենի Նաշության տեսա հիմա ստեղ չի, ինքն էր դրա մասին խոսում, որ միասնական քաղաքական ձևաչափ ստեղծելու անհրաժեշտություն կա, որովհետև համակարգված բռնաճնշումների պարագայում նաև ուրեմն հակազդեցությունը պիտի լինի ինստիտուցիոնալ եւ ոչ պակաս համակարգված։ Արդյոք այս հայտարարության համատեքստում որևէ ընդհանուր ձևաչափ ստեղծելու առաջարկ ընդդիմադիր մնացած ուժերին արվելու է թե չէ, կամ եթե այս հայտարարության համատեքստում չի արվելու, կարող է ընթացիկ սա էլ է միասնական ձևաչափի ինչ-որ տարբերակ բնականաբար, բայց ավելի ինստիտուցիոնալ, որը կզբաղվի բռնաճնշումների ենթարկված անձանց սոցիալական խնդիրներով, միջազգային կառույցների հետ ավելի հետևողական աշխատանքով, իրավական հարցերով եւ այլն։ Եվ նաև երկրորդ կտոր հարցը, երկրորդ մասը, որը ոչ պակաս կարևոր է, առաջիկա համապետական ընտրությունների համատեքստում մեր կարծիքով կա անհրաժեշտություն, որպեսզի ընդդիմադիր քաղաքական ուժերը, ովքեր հավակնում են իշխանություն վերցնեն Հայաստանում, հստակ հայտարարեն բռնաճնշումների համատեքստում երկու կարևոր բան. բռնաճնշումների ենթարկված անձանց արդարացի եւ ամբողջական փոխհատուցման հարցի լուծում իշխանափոխությունից հետո եւ իրավախախտների, բռնաճնշումներ իրականացնողների իրավական պատասխանատվության անխուսափելիության հարց, որովհետեւ կարծում եմ բոլորը պիտի համակարծիք լինեն, որ այս իրավախախտները չպետք է ժառանգաբար փոխանցվեն այս իշխանությունից եկող իշխանություններին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, համակարգված աշխատանքների վերաբերյալ քննարկումներ այս պահին ընթանում են եւ իմ գործընկեր Իշխան Սաղաթելյանը իր ելույթի ընթացքում նաեւ անդրադարձ կկատարի այդ հարցին, ինչ վերաբերում է ապագայում փոխհատուցմանը եւ նաեւ պատասխանատվությանը, ես կարծում եմ այդ հարցերը նույնիսկ քննարկման առարկա չպետք է լինեն, որովհետեւ դրանք անխուսափելիորեն պետք է կիրառվեն։